Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, իհարկե ավելի արդյունավետ կլներ խոսել էներգետիկայից, ջրամատակարարումից եւ գազամատակարարումից, բայց քանի որ Հայաստան խմբակցությունը ծառայում է որպես պոլիշոր Լևոն Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի համար, պետք է անդրադառնանք Լևոն Քոչարյանին։ Թե չէ, այդքան չարժեր ինքը, որ իրան անդրադառնայինք։ Ինչ է ասում Լևոն Քոչարյանը, ասում է թղթով, սա ճիշտ է։ Իդեպ պարոն Ռուբինյան, մենակ դատախազությունը չի ասում, որ այդ ապօրինի գույքը ապօրինի է, այլ ասում է ամբողջ հայ ժողովուրդը։ Օրինակ ամբողջ հայ ժողովուրդը հիշում է 2000-ականներին ոչ չէին թողում ներկրել բջջային հեռախոսներ, որտեղ դա Սեյցրակ Քոչարյանի մենաշնորհն էր, եւ ծանոթ էին գտնում, որ Սեյցրակ Քոչարյանը զանգեր ոնց որ թե Արմեն Ավետիսյանին, պարոն Բագրատյան, ու ասեր խնդրում եմ, ես մի 500 հատ հեռախոսը թողեք, ես մյուս ֆիրմաներն եմ ուծի։ Բոլորը շատ լավ հիշում են, որ օրինակ Toyota-ի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Toyota քշել, դժբախտաբար մինչև հիմա էլ քշում են, կամ բարեբախտաբար պարզվում է այդքան վատ ավտոներ չեն, բայց այն վաղ պարտադրանքով էր։ Բոլորը շատ լավ հիշում են բիզնեսների խլելը, օրինակ Royal Armenia-ի հայտնի դեպքը, երբ որ էլի իրանց ինչ որ կամ հենց իրանց կամ իրանց հետ աֆիլիացված մեկի համար բիզնես էին խլում, հետո էլ դատավորին զրկում իր պաշտոնից, որովհետև համարձակվել էր դեմ քայլ անել։ Համբալի մասով ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեքի համար գույք է տալիս պարտքի դիմաց, խոսում էր ինչ որ պարադներում դիրքի մասին Նիկոլ Փաշինյանի, կամ համբալ չի արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծը փոքրացնում ինչ որ մի հատ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք, կամ էլ օրինակ բան, կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ դառնում, ով է այդ նախագահը, եթե ոչ համբալ։ Ստեղ էլ է դեմքին կասեի, դեպ ու երկրորդ դեմքով, ոչ թե երրորդ դեմքով, բայց ստեղ չի։ Ի տարբերություն այդ ասածների, հիմա ինչ է տեղի ունենում, մենք այո նաև այդ պողպատի մանդատով լիքը հարց ենք լուծում։ Բաժնետոմսեր ենք հետ բերում այդ ռազմավարական օբյեկտների կոպեկներով սեփականաշնորհած, ԶՊՄԿ, Վիվասել, Ամուրսար, նոր բացվածների նույնիսկ։ Ինչպես նաև ինքնիշխանություն ենք բարձրացնում մեր սահմանային կետերից օտար սահմանապահներին ուղարկելով իրենց հիմնական ծառայության վայրեր, փոխարինելով նրանց մեր սահմանապահներով։ Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին։ Երևի խափնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն, որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր այդ գանտելը գլխին ընկնի, այնքան ծանր գանտել բարձրացնի, զգուշ եղեք, պարոն Քոչարյան։ Եվ վերջում, ես շատ չեմ ուզում խոսալ, ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայոյանք, ես ճիշտ եմ հասկանում, եւ դրան հայոյանքով են պատասխանում, եւ երբ որ մեզ ասում են թուրք, իրանք նկատի ունեն հայոյանք, որ մեզ ասում են թուրք, դա հայոյանք են ընկալում։ Ես էլ տես պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին եւ բոլոր վաղը մեզ թուրք որպես հայոյանք ասողներին։ Ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու ասի թուրք որպես հայոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Հարգելի գործընկերներ, պարոն Մեսրոպյան, ներողություն եմ խնդրում եւ թեմայից պիտի շեղվեմ, ենթադրում եմ շատերը կշեղվեն այսօր թեմայից։ Սիրելի ժողովուրդ, մեր նիստը դիտող, ես ենթադրում եմ, որ դուք հավանաբար հոգնել եք ազգային ժողովի նիստերից, որոնք պարբերաբար վերածվում են քաշքշոսների եւ լեզվակռիվների, ուզում եմ ասել, որ դուք մենակ չեք, ես էլ եմ ձեր հետ եւ ամբողջ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ձեզ հետ է, մենք էլ ենք հոգնել սրանից, բայց ես ձեզ ուզում եմ բացատրել այս անլուրջ իրադարձությունների անատոմիան եւ պատճառը, այսինքն ինչպես են այս իրավիճակները զարգանում եւ որն է դրանց պատճառը։ Այսօր նիստերի ժամանակ մի ընթացքում հանդիպման էի եւ չէի հետեւել նիստին, հետ եկա, մի հատ բացեցի հեռախոսս եւ տեսա տեսանյութ, տեսնեմ ինչ է կատարվում, որ Լևոն Քոչարյանը կանգնած է ամբողջ Հայաստան խմբակցության հետևում, այնտեղ կին, տղամարդ բոլորը կենթանի պատ են կազմել եւ ինքը հետևից հայհոյում է եւ ասում է իմ պապիկին թե պապային, այս ինչ ասողը, այս ինչի, այս ինչն է, այն ինչն է, այն ինչն անեմ, ես իրան հայհոյում է ու հետո գնում է։
ու ամբողջ խմբակցությունով սենց հեռանում են, ասես ինչ ա եղել, ով ա նեղացրել Քոչարյանի երեխուն, եւ որոշեցի բացել հեռարձակումը, տեսնել ինչ ա կատարվել։ Բացեցի, տեսնեմ, որ պատանի Լևոն Քոչարյանը մոտեցել է ամբիոնին, սկսել է ելույթ ունենալ եւ ասել է, որ մարդիկ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը թուրք դավաճան է, ԿՊ-ն ասում են անհայրենիք դավաճաններ, ես իմ համբալ նովա, ես ինչ, այսինքն իր տրամաբանությամբ ասում է կան մարդիկ, որոնք ձեր մասին ասում են այսպիսի բաներ։ Մի կողմ թողնենք, ճիշտ է ասում, սխալ ասում, այս կոնտեքստում կարևոր չի։ Դրանից հետո հարգարժան Հակոբ Արշակյանը, որը համբերատար, մեծաբար, ավագաբար, լսում է մինչև վերջ պատանի Քոչարյանի ելույթը, ինքն է ելույթ ունենում եւ սկսում թվարկել նույն տրամաբանության մեջ, թե մարդիկ ինչ են ասում Քոչարյան ավագի մասին։ Ռոբերտ Քոչարյանի մասին, այո, խոսքը Անդրանիկ Քոչարյանի մասին չի։ Եվ տեսնում եմ, որ պատանի Քոչարյանը մի փրփրում է, ջղայնանում է, ջղաձգվում է, ամբողջ Հայաստան խմբակցությունը մոտենում է, շրջան է կազմում, իրականացնում է մի նոր կոլցո օպերացիա եւ պատանի Քոչարյանը սկսում է հայոյել։ Սա գիտեք ինձ ինչ հիշացրեց, այտենց արքետիպային հերոս կա է հայկական մշակույթի մեջ։ Կներեք արտահայտությանս համար Պորճի Լակոտ։ Դա Գոր Վարդանի կինոներում օրինակ իմ շատ սիրելի։ Շատ հաճախ լինում է, որ ասենք մի հատ ինչ-որ օլիգարխի, հարուստի, ոչ այդքան լավ դաստիարակված որդի, ինքը համարում է, որ ինքը ամեն ինչից վեր է, գալիս բերանը շաղ է տալիս, հետո իր թիկնազորը սենց գալիս ու սկսում է պաշտպանել իրան, ուղղակի այս դեպքում, որպես թիկնազոր հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման Հայաստան խմբակցությունը։ Ու ամոթ է ուղղակի։ Բայց ես ըմբռնումով եմ մոտենում այս իրավիճակին, որովհետև հիմա պարոն Քոչարյանը նկատի ունեմ կծեր Քոչարյանը երևի սովոր է, որ ինքը իր կյանքը տենց է ապրել, տենց է լինում են տղաների հետ, որոնք հիմնականում իրանք ոչինչ են եւ պապայի անունով են ինչ-որ բաներ անում, բայց ոչինչ, մենք նրանք սովորացնենք ճիշտ ձևը։ Բայց ձեր մոտ հարգելի հայրենակիցներ կարող է հարց առաջանալ, ինչի՞ եմ ես խոսում այս անլուրջ պատմության մասին, որը իրոք անլուրջ պատմություն է, սա երրորդ դասարանի մակարդակի անլուրջ պատմություն է, փոքրիկ Քոչարյանի մասին։ Բայց այս անլուրջ պատմությունը, սիրելի գործընկերներ, ունի շատ լուրջ հիմք եւ շատ լուրջ պատճառ։ Եվ այդ պատճառը հետեւյալում է։ Այդ պատճառը հետեւյալում է։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այս ամբիոնից հայտարարեց, որ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցության իրավաբանական անձանցից են Nair Insurance-ը, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ։ Ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ 20 միլիարդ դրամ։ Հարգելի գործընկերներ, վերջին շրջանի ազգային ժողովի այս իրավիճակները պայմանավորված են միայն սրանով։ Միայն սրանով։ Վերջապես Ռոբերտ Քոչարյանի չվաստակած ապօրինի գույքը, հարգելի գործընկերներ, քանի որ վարող չկա, ստիպված ես պետքա խնդրեմ բոլորիդ ներողություն, պարոն Արշակյան, խնդրում եմ լրություն, Պավել Ռուբինյանը խոս։ Համեցեք։ Եվ վերական դեքշան։ Հարգելի գործընկերներ, սրա մասին է։ Եվ գիտեք ինչն է նաև զարմանալի։ Էլի փոքրիկ Քոչարյանը եկել է ամբիոնից ասում է. «Տեսեք, տարիներ շարունակ մեր մասին ասում էին, որ բան, չգիտեմ, քանի միլիարդ գույք ունենք մենք։ Տեսնում եք, հրապարակված է, չափազանցված էր։ Այսինքն ձեզնից պետք է շնորհակալություն հայտնենք, որ դուք օրինակ ոչ թե խոսքի 22 միլիարդ դրամ եք ապօրինի ձեռք բերել, այլ 20 միլիարդ, կամ շնորհակալություն հայտնենք, որ ոչ թե ասենք 22 անշարժ գույք եք ապօրինի տակով արել, այլ
Չէ, ոչ թե 25 ապօրինի գույք է տակով արել, այլ 22, ձեռ եք առնում։ Ու ես նաև ուզում եմ պարոն Ռոբերտ Քոչյանին դիմել։ Պարոն Ռոբերտ Քոչյան, նախ ամոթ է։ Ըստ դատախազության դուք ապօրինի կերպով ձեռք եք բերել այսքան գույք։ Այլ կերպ ասած, ըստ դատախազության դուք թալանել եք այսքան գույք։ Թալանել եք դուք ըստ դատախազության։ Դրա համար պատասխան տվեք դուք, ոչ թե ձեր փոքրիկին ուղարկեք ստեղ, սաղս ձեռը կրակն ենք ընկել։ Մենք մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ դրան չհասցնենք, ձեր խմբակցությունն էլ բանի դայակի պես ընկել է հետևը։ Սարքել եք դայակ ու ախլանիկ, ձեր ամբողջ խմբակցությունը, ձեր փոքրիկին։ Հետևից ման են գալիս, կաթիկը չպակասի կամ տակը չոր լինի։ Պատասխան տվեք ինքներդ ձեր տակով արածի համար։ Ու մի բան էլ ասեմ, դուք ձև չունեք ուղղակի, ձև չկա։ Ձեր բերած ապօրինի գույքը մուծվելու եք բյուջե, ձև չունեք, ոչ մի ձև չունեք։ Ուզում եք ձեր փոքրիկին օրական 16 անգամ ուղարկեք ստեղ, թող ամբաղ-զամբաղ ելույթներ ունենա։ Ուզում եք ձեր խմբակցությանը հրահանգեք, որ այդ ընթացքում իրան շրջանաձև պաշտպանություն կազմակերպեն իրան։ Ուզում եք հրահանգեք ամբողջ խմբակցությանը թող գան ստեղ հերթով ելույթներ ունենան, մեզ վիրավորեն, ինչ ուզում եք արեք, դուք այդ ապօրինի ձեռք բերած գույքը տալու եք պետությանը։ Այդ ապօրինի գումարները դուք մուծվելու եք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Հա մի հատ է բան ասեմ, էլի փոքրիկ Քոչյանը այս ամբողջից ասում է, հիմա համբալնով է, ասեմ համբալնով է։ Ըստ իս համբալը հետևյալ մարդն է։ Համբալը այն մարդն է, ով ապօրինի կերպով ձեռք է բերել 22 անշարժ գույք, 2 գույքին գրման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն եւ մի շարք ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Հիմնականում տես մարդիկ են համբալները լինում։ Ոչ միայն տես մարդիկ, բայց հիմնականում տես մարդիկ։ Շնորհակալություն։